Բարև ձեզ հարգելի լրագրողներ, ողջունում եմ ձեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում։ Փետրվարի 1-ից սկսվել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի միջոցառումները։ Այսօր տեղի ունենում ընտրական ցուցակի ձևավորման փակ գաղտնի վարկանիշային քվեարկության առաջին փուլը, որում քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները, նրանց թիվը 1057 է, առաջադրված է 274 տեխնացու, ձևավորված է ընտրական հաշվիչ հանձնաժողով, համաձայն կուսակցության կանոնադրության, հաշվիչ հանձնաժողովի նախագահն է Հակոբ Արշակյանը։ Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որի մասնակցելու հնարավորություն կունենան առաջի փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած տեխնացուները, որոնք նաև քարոզարշավի արդյունքում արդեն համաժողովի սահմանած կարգով եւ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտաներով նկատի ունեմ նաև քվեարկության արդյունքներով հաշվի կառնվի նվազ ընդգրկված սեռի ներկայացուցիչների ընտրական օրենսգրքով սահմանված համամասնության պահպանումը եւ երկրորդ փուլի արդյունքներով տեղի կունենա նաեւ քվեարկության արդյունքներով վարչապետի տեխնացուի ընտրություն։ Ոնց որ թե այսքանը որպես եւ ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակը եւ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիրը 2026 թվականի հերթական ընտրությունների։ Խնդրեմ հարցեր, խնդրում եմ մի հարց եւ առավելագույնը կես ժամում տեղավորվենք, որ ձեզ էլ հետաքրքիր լինի լսարանին էլ։ Սկսենք, Մերի Խաչիկյան, Արայեն Հրապարակություն, ինչպես նշեցիք, այսօր առաջին անգամ քվեարկության արդյունքում ձևավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցուցակը։ Ընդդիմադիրները հիմնադիր հայտարարություններով ասում են, որ այս քայլով մոլորեցնում եք, հոտողորներշում եք մարդկանց, նաև ժողովրդավարության ձևական իմիտացիա եք ստեղծում։ Ինչպես կանցարանք այդ հայտարարություններին եւ ես պետք է խնդրեմ ամեն մի փոքր բարձրաբանում ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ, երբ որ հայտարարվեց քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, նշվեց մինչև $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանման մասին, հունարած $4 միլիարդ լրացուցիչ այդ աջակցությունը վարելիքի և սպասական պայմանագրերի միջոցով։ Չնայած Միացյալ Նահանգների նախագահը պարզաբանում այս մասով տվեց, սակայն ընդդիմադիրները շարունակում են քննադատությունները, հայտարարում են, որ սա $9 միլիարդ պարտք է Հայաստանի համար, $12,000 պարտք ամեն ընտանիքի վասով։ Խնդրում եմ այս հարցի շուրջ ձեր բացաբանումը։ Քվեարկության արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության հենց առաջին կանոնադրության մեջ սահմանվել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվում է համաժողովի կողմից։ Եվ մենք նման քվեարկություն, մենք առաջին անգամ որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք 2017 թվականին։ Եվ 2017 թվականին հերթական ընտրություն է եղել եւ մեր համամասնական ցուցակը ձևավորվել է նույն կերպ փակ գաղտնի վարկանիշային քվեարկությունը եղել է Սայաթ Նովա 6 հասցեում գտնվող մեր գրասենյակում, այն ժամանակ իհարկե լրատվամիջոցների առանձնապես մեծ ուշադրությունը դա բնականաբար չի գրավել։
Դրանից հետո տեղի ունեցել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը եղել է արտահերթ։ Մեր կանոնադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակը ձևավորում է վարչությունը։ Ինչու՞։ Որովհետև արտահերթի ժամանակ պրոցեսները ավելի արագ են տեղի ունենում եւ ժամանակի խնդիր կա։ Հաջորդ ընտրությունը եղել է 2021 թվականին, որը ելի եղել է արտահերթ։ Եվ ելի համամասնական ցուցակը ձևավորել է կանոնադրության համաձայն վարչությունը 2026 թվականին տեղի ունենալու հերթական ընտրություններ եւ ինչպես 2017 թվականին այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին եւ նրա արած հայտարարություններին, տեսեք խոսքը նախ Firebird ծրագրի շրջանակներում, միայն այդ մի ծրագրի շրջանակներում, եկեք պատկերացնենք, ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ ծրագրի շրջանակներում հենց իրենք ներդրողները իրենց ներկայացման ժամանակ ասել են, որ ներդրումների ծավալ լինելու է 4 միլիարդ, մինչև 4 միլիարդ դոլար։ Այսինքն խոսքը արհեստական բանականության կենտրոնի մասին է, որը շատ մեծ ծավալ ունի եւ շատ հեռանկարային ներդրում է։ Դրանից դուրս մենք ունենք համատեղ ներդրումներ Միացյալ Նահանգների հետ, TRIP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է։ Սահմանային կառավարման հարցերում եւ իհարկե նաեւ միջուկային էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության եւ բնականաբար բոլոր այդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է, թե այդ ներդրումներից որը կլինի մասնավոր, որը կլինի պետական, դա արդեն հետագա քննարկումների հարց է։ Կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է, Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունենալու։ TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։ Աբու Դաբիում Զայդ մրցանակ ստացաք, տեղեկություններ կան նաև այդ կազմակերպության կայքում, որ մրցանակ ստացողները ընդհանուր նաև 1 միլիոն ամերիկյան դոլարի մրցանակային ֆոնդ ունեն։ Արդյոք դուք ստացել եք այդ գումարը թե ոչ։ Եվ քան որ սա այո ոչի հարց էր, մեկ այլ հարց էր, Սամվել Կարապետյանի թիմը արդեն ձևավորեց կուսակցություն, հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածու, նրանք պատրաստում են սահմանադրական փոփոխություններ անել ընտրություններից հետո, եթե մեծամասնություն ունենան եւ այնպես դարձնել սահմանադրությունը, որ պարոն Կարապետյանը կարողանա լինել վարչապետ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ իրենք կարծում են, որ Հայաստանին կուշտ վարչապետ է պետք։ Զա այդ մրցանակը այո ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց քանի որ գիտեք, որ կիսել ենք, այսինքն Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ մենք այսինքն 500,000 դոլարի մասին կլինի խոսքը, ընթացք կա, բայց դեռ գումարը չի փոխանցված, բայց վստահ եմ կփոխանցվի։ Եվ ես մտածում եմ բնականաբար այդ գումարը ինչ հանրային կամ կարիքի եւ ինչ նպատակի է պետք ուղղել, մտածում եմ, երբ որ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի կհայտնենք։ Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաեւ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ падգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հետեւաբար այն ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետեւաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։
Պարոն Փաշինյան, գործընկերոջից հարցի բարձրապես մի թեթև հստակություն, հետո հիմնական հարցը, երբ որ ներդրումների մասին խոսեցիք, հիմնականում խոսքը ատոմակայանի հետ կապված ներդրման մասին է, արդյոք մոդուլային ատոմակայանի հետ կապված Հայաստանը ունի որոշակի մոտեցում արդեն ում է վստահելու դա, որովհետև մենք լսեցինք այս օրերին, որ ռուսական կողմը նաև հայտնում է, որ այլ ընտրանք չկա իրենց առաջարկածին, քանի որ Միացյալ Նահանգները օրինակ առաջարկածը փորձարկված չի եւ դա բավականին, ինչպես փորձագետներն են նշում, վտանգավոր է Հայաստանի համար։ Այս առումով կա հստակեցություն եւ օրերս Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում ձեր այցի ընթացքում, որը առաջիկայում է նախատեսված, ստորագրվելու է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, նախ ժամկետներ կան երբեք գնալու Թեհրան եւ արդյոք նախատեսված է նման փաստաթուղթի ստորագրումը։ Մենք Հայաստանի համար եւ ընդհանրապես վտանգավոր որևէ նախագծի մեջ բնականաբար ներդրում չենք անի, ինչ վերաբերում է եւ բայց մյուս կողմից մենք կողմ ենք, որ տեխնոլոգիական հարցերում ունենանք հնարավորություն, հասանելիություն ժամանակակից տեխնոլոգիաներին եւ իմիջայլոց 1-2-3 համաձայնագիրը գիտեք ինչի մասին է 1-2-3 համաձայնագիրը նրա մասին է որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ այդ թվում մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ որ Միացյալ Նահանգները ունի որովհետև ես ուզում եմ ընդգծել բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն որևէ մեկը չգիտի, եթե այս համաձայնագրի մաս չի, մոդուլային ռեակտորները Միացյալ Նահանգներում հասունության ինչ մակարդակի են հասել, եւ այստեղից է այն տեղեկատվությունը, որ կարելի է ունենալ առանց այս համաձայնագրի մենք ունենք, բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության հիման վրա մեր հետաքրությունը մեծացել էր եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրել, որպեսզի Միացյալ Նահանգները մեզ համար բացահայտեն տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք այս թեման քննարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, այնտեղ էլ կա տեխնոլոգիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկություններն է, որ դա ջրի վրա է, որովհետև դա Սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է, եթե չեմ սխալվում, Չուկոտկայում է այդ, եւ մենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես, բայց Ռուսաստանում ցամաքի վրա չկա։ Չինաստանում կա բավականին մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա մեծ առաջընթաց, այսինքն հենց համաձայնագիրը ստորագրվել է դրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով, բայց ոչ միայն Միացյալ Նահանգների հետ, բոլոր այն գործընկերների հետ, որ այդ տեխնոլոգիան ունեն, բայց ինչու ենք մենք հետաքրություն ցուցաբերել այդ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետեւ փորձագետները դուք խոսեցիք վտանգի մասին, փորձագետները, որոնք մեր խնդրանքով այդ թվում պետական մարմինների ներկայացուցիչները կառավարությանը զեկուցել են եւ ինձ զեկուցել են, որ այս պահին արկա տեղեկատվության համաձայն մոդուլյար ռեակտորների առանձնահատկություններից մեկը, որ մեզ կարող է հետաքրքրել, հետեւյալն է, որ եթե մոդուլյար ռեակտորում տեղի է ունեն ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն։ Ինչ նշանակում լոկալ իրադարձություն։ Դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել եւ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրը էվակուացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն սա տեխնիկական պարամետրերն են։ Հիմա 1-2-3-ի ստորագրումից վավերացումից հետո մենք ավելի մանրամասն հասանելիություն կունենանք այս տեղեկատվությանը, հասանելիություն կունենանք թե որտեղ ինչ է կառուցվում,
լիցենզավորված է, լիցենզավորված չէ, որից հետո կայացնենք որոշումներ։ Ինչի մասներ մյուս հարցը կներեք։ Թեհրան այցի վերաբերյալ այո մենք քննարկումներ ունենք եւ բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը եւ երբ որ համաձայնագրի շուրջ բանակցություններ հաջողությամբ կավարտվեն, բնականաբար դրանից հետո պետք է ստորագրվի։ Կոնկրետ ժամկետներ չկան առաջիկայում։ Գառնանը, աշնանը գուցե չգիտեմ։ Այլուրատական Էման Միքայելյան բանջարին 2015 թվականից սկսած ժողովուրդ վերաթերթը բարբերաբար հրապարակում է բոլոր իշխանության օրոք իշխանությունների օրոք չծառայած պաշտոնյաների անվանացանկերը եւ վերջերս քրեական բարի հայցեց քննչական կոմիտե Նարեկ Կարապետյանի չծառայելու հանգամանքները բարձրի վերաբերյալ գովելի է որ իշխանությունը բոլորին այսպես ծառայել է խրախուսումը, որ պետք է բոլորը ծառայեն եւ վերջերս ազգային ժողովը զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ внедрեց, որը եւս հասարակության շրջանում դրական գնահատական ստացավ։ Այս կոնտեքստում ուզում եմ ձեզ հարցնել օրինակ ձեր վարչության 15 անձանցի ինչ են ծառայել Չեն ծառայել օրինակ փոխնախարար Լենա Մանուշյանի երկու որդիները, իրենք ազատվել են զինվորական ծառայությունից վերջին 7 տարիների ընթացքում, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի երկու որդիները չեն ծառայել։ Օրինակ հնարավոր է այնպիսի մի օրենք մտցվի, որ ովքեր չեն ծառայել, գան, այսպես ասած, պատասխանատվության ենթարկվեն կամ վերջերս ընդունված օրենքի շրջանակներում տան իրենց պատկերը։ Գիտեք, պետք է պարզվի, դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական։ Որտեվ եթե մարդը ունի ծառայության հետ համատեղելի, ասենք, հիվանդություն կամ օրենսդրական կարգավորում է, օրինակ գիտեք, երկար ժամանակ կարգավորում է եղել, գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Այդ մարդկանց վրա այդ օրենքը տարել կամ ուրիշ կարգավորումներ, այսինքն առողջության հետ չի խնդիրը, այլ բանի հետ է խնդիրը։ Մենք ընդհակառակը հիմա նաև վերանայում ենք, մի փուլ վերանայել ենք եւ վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ եւ շարունակում ենք այդ process-ը։ Ավելին ասեմ, երբ վերջերս այցելել էի զինվորի տուն, զինվորի տան շահառուներից նախկինում սպա, ով հիմա հաշմանդամություն ունի, ինքը ասում էր, որ ես կարծում եմ որ ես կարող եմ ծառայել բանակում, ես էլ ասում եմ, որ այո, ես էլ եմ համաձայն, որ կարող եք ծառայել բանակում եւ մենք համընկավ ուղակի 2 օր դրանից առաջ պաշտպանության նախարարությունում քննարկում էինք, որովհետեւ հիմա տեխնոլոգիաները այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինվորական ծառայություն անել։ Օրինակ, կարող է արդյոք լինել անօթաչու թռչող սարքի օպերատոր, կարող է լինել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նկատի ունեմ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ ինչքան հնարավոր է օրենսդրություն լավարկելու ենք, ինչքան հնարավոր է կոռուպցիոն դեպքեր բացահայտելու ենք եւ ինչքան հնարավոր է կարգավորելու ենք այնպես, որ կոռուպցիոն հետագա հնարավորությունները բացառենք։ Հիմա դուք տարբեր անուններ եք տալիս եւ ելի եմ ասում, ցանկացած դեպք, որը տեղի է ունեցել ապօրինի ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը, ինքը մի օր միտեղ դուրս է, ինչպես ասում, գցելու եւ հայտնվելու է ուշադրության կենտրոնում։ Եւ ավելին ասեմ, մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ այդ բաները, այդ տարբերակները կբացառվեն։ Հիմա մենք հիմա կարգավորումներ ենք անում, որ երբ որ արվում է մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիա, MRT-ն-ի բանանում, վերցանում։ Այդ արդյունքները իրական ժամանակում պետք է ներբեռնվեն, որ հետո հետին թվով, որտեղ ընդհանուր տենց դեպքեր են բացահայտվում, որ տենց շրջիկ բան կա, դիսկեր կան, տենց հասկանում եք։ Գոնե առնվազն այդպիսի լուրեր կան, հիմա ես չգիտեմ դրա հետ կապված քրեական գործ կա թե չկա, բայց տենց ինֆորմացիաներ կան։ Այնպես որ դա մեր ուշադրության կենտրոնում է եւ եթե ելի եմ ասում ինչ որ մի բան սխալ է եղել, դա չի նշանակում որ այդ սխալը պետքա չուղղվի, ընդհակառակը այդ սխալը պետքա ուղղվի։ Այսինքն կանչել եք պատասխան։ Ում։ Օրինակ առողջական խնդիրների պատճառով չծառայել
Առողջական խնդիրների պատճառով չծառայածներին ո՞նց կարանք մենք կանչենք պատասխանատվության։ Մենք կարող ենք կանչել հա? Ցանկը փոխում են, որ նրանք ովքեր զորակոչային տարիքի են, ասենք կարող է այնպես լինի, որ 20 տարեկանում ստացել է տարկետում X հիվանդությամբ, բայց 25 տարեկանում էլ չստանա, որովհետև ցանկը փոխվել է։ Բայց եթե մարդ այդ հիվանդությունն ունի եւ դա ցանկում ընդգրկված ա եղել, մենք ինչ կարող ենք անել։ Ապաշինը գործադրում հերթական նախագիծ նշանակում հաշվանքի արտադրության դեպքերից ֆեդերալ նախորդ շաբաթ եթե չեմ սխալվում մանրամասներ հայտնեց Պարոն Փաշինյանը սա իշխանությունները տեսնում են կողմից նախագծերի հետևությունների միջոցով պայքարում են արտադրության խոսքի դեմ, բայց սրան զուգահեռ շատ հաճախ նաև ականատես են լինում, որ հենց իշխանության տարբեր ներկայացուցիչներն են դառնում այս արտադրության խոսքը գեներացնում անգամ ազգային ժողովի ամբիոնից, տարբեր հարթակներից։ Հիմա ուզում եմ իմանալ այս նախագիծը, արդյոք նախագծով պատասխանատվության ենթարկվելու են իշխանության ներկայացուցիչները, ովքեր այս օրենքը կխախտեն կամ գուցե հետադարձ ուժ ունենա օրինական ճկտրով կտրոպետ կոչ անող պատգամավորներին ևս ենթարկվելիին, ինչ եմ հարցնում, որովհետև այսպես ամենափոքր օրինակը հենց ԿՊ-ի էթիկայի կանոնակին կընդունվեց, բայց ընդհանրապես 2 շաբաթ հետո խախտվեց հենց նույն իշխանության ներկայացուցիչների կողմից խոսքը Տավրոս Սափյանի մասին է, հենց եկեղեցու բախում արյունքները։ Այս ձեր կողմից ընդունված էթիկայի կանոն։ Գիտեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներքաղաքական կյանքում եւ հանրային կյանքում առողջացում տեղի ունենա։ Հիմա գաղտնիք չի, ես էլ ինձ եղել է այդ թվում էմոցիաների տակ թույլ եմ տվել արտահայտություններ, որոնցով չեմ հպարտանում եւ որոնց համար նաեւ ներողություն եմ խնդրել, բայց հիմա ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իմ դեմ վարույթ է հարուցել եւ իմ դեմ վերջը որոշում է կայացրել, որ ես մեղավոր եմ, ես էլ կարող եի ավելի շուտ ներողություն խնդրեմ, բայց ես զուտ ինստիտուցիոնալ առումով սպասել եմ, որպեսզի տեսնեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ եզրակացություն է տալիս եւ առաջնորդվել եմ այդ եզրակացության տրամաբանությամբ։ Մեր խնդիրը այն չի, որ վիրավորենք, հետո էմոցիայի տակ, հետո բան անենք, սառենք, ամաչենք, ներողություն խնդրենք։ Մեր խնդիրն է նա, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքում բան անենք, հնարավորինս, գիտեք ինչ, սրությունը երբեք ժողովրդավարական հասարակություններում քննարկումների սրությունը չի նվազելու եւ նվազեցնելու խնդիր դնելը սխալ է։ Բայց այնուամենայնիվ հարգալից մտնոլորտում դանելը կարևոր է եւ որևէ օրենք չի կարող վերաբերվել միայն ընդդիմությանը իհարկե կան օրենքներ, որ վերաբերում են միայն իշխանությանը, կոռուպցիայի կանխարգելման եւ այլն եւ մենք պետքա ընդհանուր առմամբ մանավանդ հիմա առաջիկայում էլ ընտրություններ են ես ընդհանրապես կարծում եմ նաեւ ընդդիմության դաշտի մեր գործընկերները պետք է համոզված լինեն կամ համոզված լինեին, որ եթե անցում կատարվի այդ բառապաշարի որևէ բառապաշարի մենք բառապաշարից չենք խեղճանա, բայց մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ պետք է այնուամենայնիվ երկրի զարգացման փուլերին համընթաց եւ նախորդիվ էլ ինչ որ եղել է, էլ եմ ասում ներողություն եմ խնդրել, հիմա էլ եմ խնդրում, բայց հույս ունեմ ապագայում ներողություն խնդրելու առիթ չի լինի եւ դրա համար էլ թե չէ տենց լինի անընդհատ ուրիշները ներողություն էլ չեն խնդրում, բայց հարցը դա չի։ Հարցն այն է, որ պետք է առողջացնել միջավայրը եւ մթնոլորտը։ Որովհետեւ գիտեք ինչ, իրականում աղմուկի մեջ եւ այդ ամեն ինչի մեջ բովանդակությունը կորում է։ Երբեմն անհասկանալի է ով ինչ է ասում, ինչի համար է ասում, որտեղից սկսվեց, ինչի մասին էր։ Բայց մեզ պետք է անընդհատ ավելի շատ բովանդակության վրա կենտրոնանալ, որպեսզի նախ դիմացինի ասածը հասկանալ, դիմացինը ինչ է ասում։ Երկրորդն էլ սեփական ասածը դիմացինին հասկանալի դարձնել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, կրկին գալով ընտրությունների թեման,
Ցանկանում եմ ասել ձեր արձագանքը ռուս բարձրաստիճան չինովնիկ Կոստանտին Զատուրինյանի հայտարարությանը, թե այն ժամանակ Բաքվի կողմից Սերժ Սարգսյանի խոստացված 5 միլիարդ դոլարը վերցրել եք դուք եւ ընթացս իրականացնում եք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները։ Ըստ այդմ էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդիսանում եք հենց Բաքվի եւ Անկարայի այսպես կոչված սրտի թեկնածու։ Նա նաեւ նշել է ձեզ համեմատել է Մավրի հետ, նշելով նաեւ որ Մավրը անում է գործը եւ Մավրը հեռանալու մտադրություն չունի։ Ըստ այդմ գիտեք, որ սա առաջին դեպքը չի, երբ ռուս տարբեր կալիբրի չինովնիկներ նման հայտարարություններով են հանդես գալիս Հայաստանի գործող իշխանության կամ հայ ժողովրդի հասցեին եւ ըստ այդմ կցանկանայի լսել ձեր արձագանքը նախ Զատուրինի հայտարարության վերաբերյալ եւ դրան զուգահեռ նաեւ եթե այդուհանդերձ վերցրել եք այդ գումարը, ապա որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար խնդրում եմ հաշվետու լինել, թե ինչի վրա եք պատրաստվում ծախսել այդ գումարը։ Այս այն դեպքը չի, էլի որ ասում են այս 5 միլիարդը բան չի։ Նկատի ունեմ դա լուսանկար չի 5 միլիարդ, այս 5 միլիարդը ոնց որ նման է մյուս 5 միլիարդին։ Հիմա ասենք օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 5 միլիարդից ավել է կամ ինչ որ մի ժամանակում 5 միլիարդով ավելացել է։ Այդ 5 միլիարդը ումա նման։ Էլ չեմ ասում տենց տարբեր միլիարդներ։ Երկրորդը այստեղ մի հատ նրբություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Ընդհանրապես այդ թուրք, ադրբեջան եւ համատեքստում շատ կարեւոր է, որ այնուամենայնիվ ցավոք սրտի Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի մեծ ավելի ամուր գրկել Ռուսաստանին։ Եվ հիմա տեսեք, օրինակ ես շատ մտածում եմ այդ մասին, որ անընդհատ մեր ընդդիմության ներկայացուցիչներն էլ ասում են բան փորձում են ինձ եւ մեզ մեղադրել Թուրքիայի եւ պրո-թուրքականության եւ պրո-ադրբեջանականության մեջ, կարծեմ ամանորյա ուղերձում էլ ես այդ թեմային անդրադարձա։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Մենք այս տարածաշրջանում ենք ապրում եւ մենք ունենք 4 հարևան երկիր։ Այդ 4 հարևան երկրի ով է արդյունավետ ղեկավարը, ով որ ուզում է 4 հարևան երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ խաղաղություն, թե նա ով ուզում է այդ 4 հարևան երկրի հետ անընդհատ հրահրի հակամարտություններ։ Եվ որ երկիրն է ավելի անկախ ինքնիշխան զարգացած, նա ով հարևանների հետ ունի բնականon հարաբերություններ, թե ով հարևանների հետ ներքաշված է կոնֆլիկտների մեջ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը Ռուսաստանում այն որ Հայաստանին պետք է անընդհատ բան անել, սադրել Հայաստանին Ադրբեջանին, Հայաստանին Թուրքիային, Հայաստանին Վրաստանին, Հայաստանին Իրանին, սադրել ինչ որ հակադրություններ, որպեսզի կախվածությունը կամ մեծանա կամ ի հայտ գա Ռուսաստանից, ես ուրախ եմ, որ այդ տեսակետը շատերը չեն կիսում Ռուսաստանում, համենայն դեպս վստահ եմ, որ իմ գործընկերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այդ տեսակետը չի կիսում եւ գիտեմ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը եւ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համոզված են մեծամասնություն են կազմում Ռուսաստանի վերնախավում, չեն կիսում այս տեսակետը եւ համարում են, որ խաղաղությունը օգտակար է եւ Հայաստանին, եւ Ռուսաստանին եւ ընդհանրապես տարածաշրջանի երկրներին։ Տեսեք, այսօր ինչ են ասում, ինչ թեզեր կան։ Ասում են մենք կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չեն 29743 քառակուսի կիլոմետրին։ Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետեւ եթե կողմ չես 29743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ
հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում։ Միանշանակ եւ աներևա։ Երկու կարծիք չի կարող լինել։ Եվ էսա պատճառը ես այդ հարցերին իմ ամանորյա ուղերձում անդրադարձա։ Եվ ես ասացի, ընդ որում ես էլի եմ ասում, ինչ որ ես հիմա ասում եմ, ես սա չէի ասում 4 տարի առաջ, որովհետև 4 տարի առաջ, 5-6 տարի առաջ, ես առիթ ունեցել եմ ասելու, չէ, որ կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես կուսակցություն չի եղել։ Եղել է մի կուսակցություն իր մասնաճյուղերով, Հայ հեղափոխական դաշնակցություն, գիծ, չէ, ՀՀՇ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն, ԲՀԿ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ ՔՊ գիծ Հայ հեղափոխական դաշնակցություն։ Ես օրինակ ինչ որ հիմա ասում եմ, եթե մեկը 2018 կամ 17 թվին ասեր, ես էլ նույն կերպ կհարցակվեի այդ մարդու վրա, բայց այդ եմ ասում, իրական Հայաստանի գաղափարախոսությունը այդ թվում նրա մասին է, որ մենք պետք է հասկանանք, ինչ աշխարհը հասկանանք։ Որովհետև խնդիրն այն է, որ 1830-ական թվականներից մինչև 2023 թվականի հոկտեմբերը կամ մինչև 22 թվականի հոկտեմբերը մենք բոլորս Հայաստանը աշխարհը տեսել է Զատուլինի աչքերով։ Հիմա տարբերությունն այն է, որ մենք որոշել ենք, այդ նրանից չի, որ շատ խելոք ենք, այդ նրանից է, որ կներեք, ոնց ասեմ, որ կոպիտ չընչի, քթներս առել եմ, բոլորիս, ձերել միասին, իմ առաջնորդությամբ, այո, բայց ձերել միասին, բայց է շատ կարևոր է, է շատ կարևոր նրբություն է։ Հիմա ինչն է պրոբլեմ, որովհետև Զատուլինը եւ իր տեսակետները կիսող ռուսաստանցիները եւ հայաստանյան անդիմության ներկայացուցիչները ընդ որում ասեմ ձեզ, այս ընտրությունները այդ կոնտեքստն է ունենալու։ Քաղաքական ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Հայաստանի Հանրապետության աչքերով, տենց ում ասենք Հայաստանի Հանրապետության, որ անձնավոր ենք էլի, որ կյանքը աշխարհը տեսնում են Հայաստանի Հանրապետության աչքերով եւ ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով։ Եվ ընտրությունը հետեւյալն է. Հայաստանի քաղաքացիները 2026 թվականին պետք է մի ընտրություն կատարեն, ում տեսածին են իրենք վստահում, իրենց աչքերին են վստահում, թե Զատուլինի աչքերին են վստահում, իրենք համաձայն են, որ մենք էլի մտնենք այն պատմության մեջ, այն պատմության ցիկլի մեջ, որը սկսվել է 1800 ոչ թե 1800-ականներին, հեսա կարող եմ ասել մոտավորապես 1850-ականներին եւ ավարտվել 2023-ին, 22-23-ին, այդ ընթացքում ինչ ա եղել։ Մենք հասկանում ենք այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, այն որոշումները, որոնք ես կայացրել եմ, այդ որոշումները մի բանի մասին են։ Ես էլի ուզում եմ ուրախությամբ եւ հպարտությամբ եւ դառնությամբ դա նշեմ, որովհետեւ այս ամեն ինչը շատ ողբերգական իրադարձությունների արդյունքում է տեղի ունեցել։ 2024 թվականի ապրիլին մենք այդ պատմական ցիկլից դուրս ենք եկել։ Մենք դուրս ենք եկել պատմության զոհասեղանին դրված ազգի եւ պետության կարգավիճակի։ Եվ ոտք ենք դրել ազատ, ինքնիշխան, զարգացող, խաղաղ պետության ճանապարհին եւ այդ ճանապարհը անցել ենք եւ ասեմ ձեզ անցնում ենք սպասվածից շատ ավելի մեծ արագությամբ եւ արդյունավետությամբ։ Հիմա այս ընտրությունը ինչի մասին է լինելու 2026 թվականի
հունիսի 7-ի ընտրությունը։ Ընտրությունը լինելու է մտնում ենք 1856-ից 53-56-ից 2022-23-ի ուղեցիր, թե շարունակում ենք խաղաղության, ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, զարգացման, ապաշրջափակման եւ ի վերջո երջանկության ուղեկիցը։ Ուրիշ բանի մասին չի այս ընտրությունը։ Բա ի՞նչ է տեղի ունենում ձեր կարծիքով ինչի համար այս ամեն ինչը։ Հարցատրվում ասում վարչապետի տեխնացու առաջադրվել ինչ կասեք։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապա լեգիտիմացնելու վերջին փորձն է։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարագրելու, որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Եվ գիտեք ինչ։ Ես կարծում եմ, որ ես գիտեմ ինչ է զգում եւ ինչ է մտածում մեր ժողովուրդը։ Եթե ես չիմանայի ինչ է զգում եւ մտածում մեր ժողովուրդը եւ ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող a հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում եւ b այս ամեն ինչի միջով անցնելով շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Եվ թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Եվ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ եւ այլն, չեք տեսնելու։ 2026 թվականի հունիսի 8-ին մենք բոլորս արթնանալու ենք նոր նրանք ովքեր գիշերը քնելու են մենք արթնանալու ենք մի Հայաստանում ես 1850-ական թվականներին մասին ասացի, բայց 2026 թվականի հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի Հայաստանում, որը շարունակում է, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ Թագավորի սպանությամբ։ Այսինքն Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերադառնալու է իր օրգանիկ պետականակենտրոն պատմությանը եւ այդպիսով ապահովելու է սեփական պետության հարատեվությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, գործընկերս մեջ բերեց Անուզատուրինի խոսքից մի հատված, բայց կարելի է նաև համատեքստ, թե որտեղ է ինչել այդ հայտարարությունը, իդեպ Մոսկվայի եկեղեցում արտադրվում։ Եվ Զատուրինը չի եզրափակվել անդրադառնալով հունիսի 7-ի ընտրությունների, նաև նշել է, որ ամեն ոք իր տեղով պետք է ամեն ինչ անի, որովհետեւ դուք չվերապրեք հունիսի 7-ին, որովհետեւ ձեր պաշտոնահարման ամեն օրը հայտարարություն է հայ ժողովրդի եւ հայ-ռուսական հարաբերությունների առումով, եւ որ դուք վաճառում եք Հայաստանի շահը եւ այլն։ Բայց գալով հանրային մթնոլորտի առողջացման թեմային եւ եկեղեցուն, ուզում եմ հարցնել, պարոն վարչապետ, Բայնորոգման գործընթացը, որ նախաձեռնվել է, կարծեք տաճարի պատերից ներս չի թափանցում, քանի որ Գարեգին անհաղորդ է
ձեր առաջարկին, ավելին գործընթացի միացած բարձրաստիճան հոգեվորականները որակվում են որպես իրադարձներ։ Ուզում եմ ճշտել պարոն վարչապետ, Գարեգին ջրին հանգստի կոչվելն գործընթացը ձեր հաշվարկով երբեք տեղի ունենալու ուրիշ անկետում արդյոք մինչև հունիսի 7-ի ընտրություններ կեսագիր կարողացել գործընթաց է։ Ձեր թույլտվությամբ այս համատեքստում իմ հարցը նախորդին հրապարակվեց նամակ, որը ստորագրել են Հայ ազգի հայտնի գործիչներ, մասնավորապես Նուբար Աֆայանը, Վաչե Մանուկյանը, Էնթոնի Բարսանյանը։ Նամակում ակնհայտ դժգոհություն եւ առաքություն կա եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները եւ դրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են եկեղեցում հոգեվոր սպասարկման համար, մասնավորապես Աստվածային նամակում։ Ես Ակնհայտորեն, այո, Հայ ազգի մեր բարեկամները իրազեկված չեն գործընթացի իրական նպատակի մասին։ Գիտեք, ինձ թվում է դուք իրազեկված չեք գործընթացի իրական նպատակը, կներեք որ տենց եմ ասում, դուք բոլորդ իրազեկված չեք, որովհետև ես կարծում եմ, որ գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս եպիսկոպոսած ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ բանը այդ հանգամանք ուժեղացնելն է եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Ասեք 374 թվի մասին որ խոսում էի, այդ ամեն ինչ իրականում կապ ունի։ Իմիջիալոց ասեմ, կարող է մի քիչ բան թվա, տենց շատ խորհրդավոր եւ միստիկ թվա, բայց այս պատմությունը հարգելի գործընկերներ, դա ոչ 2 տարվա, ոչ 10 տարվա, ոչ 20 տարվա, ոչ ու նույնիսկ 50 տարվա պատմություն չէ։ Սա մի պատմություն է, որ ունի մի քանի հանգրվաններ, այդ հանգրվաններից մեկը 374 թվականն է, այդ հանգրվաններից մեկը 1878 թվականն է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը, Բերլինի կոնֆերանսի 61-րդ կետը եւ այլն, այսինքն ստեղ մենք իրականում պատմական ժամանակաշրջանում ենք ապրում եւ շատ կարեւոր է ընդգծել, որ մենք արդեն այսօր 2026 թվականի փետրվարի 13-ին Տիառն ընդառաջի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքը փոխել ենք եւ այն ինչ որ տեղի ունենում հետ փոխելու մասին է խոսքը։ Հիմա դուք երբ որ գնաք, ասենք օրինակ Առաքել Դավրիժեցու պատմությունը կարդաք, կտեսնեք թե ոնց էին այնտեղ կաթողիկոսական աթոռները գողանում, ստեղից տանում, ընդեղից տանում, ստեղից այս մեկը ծախում էր մեկին, այն մեկը ծախում էր մեկին։ Եվ ես ասում եմ, ուզում եմ զգուշացնել նաև Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու եւ շատ կոշտ հակազդեցություն է լինելու եւ ասենք բարերարների Այս վերջերս բան է գնում, հա, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք կլինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Կոնկրետ ովքեր ստորագրել են այդ նպատակի մեջ են։ Եվ ես ասում եմ որպես մի մարդ, որ իրանցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է եւ մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին։
նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու։ Թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու։ Իսկ դե ամառ հանգստի սեզոնը կարան։ Այդ հանգստի բաներ կարան, այդ ինչա բաներ ուղեգրեր կարան ձեռք բերեն հանգստի, բայց դրա համար գիտեն ինչը պիտի ազատեն, որպեսզի հանգստի ուղեգիր ձեռք բերեն։ Հանգով երբ մանյակորի թանգարանի վճարով են դարձել Թանգարաններին վճարովի լինելուն ես դեմ չեմ, բայց վճարները պետք է արձանագրվեն։ Շողերկայստյան ազատությունը Որը մարդապետ կներեք շարունակելով թեման, որ ասում եք թույլ չեք տալու, դուք նկատում եք հենց այդ ժողովը դրսում անցկացնելու այդ սցենարն եք արգելելու, թե ինչ նկատում եք, դուք ինչ կհստակեք։ Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս բերել։ Ինչ ծրագրի մասին եք դուք խոսում, Ասենք խոսում ենք դրա մասին, որ կաթողիկոսությունը, ասենք տեղափոխվի Վիեննա, Մոսկվա, չգիտեմ, Սան Ստեֆանո, Բերլին եւ այլն եւ այլն։ Այո, կան այդպիսի տեղեկություններ եւ փորձ արվում իրագործել։ Այդ պլանը չի իրագործվելու այդ պլանը։ Այս թվում այն անձանց հետ, որոնք երեք այդ նամակն էին Այո։ 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 Համեն դեպս նրանցից ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են։ Ես զգուշացրել եմ, որ չխոսեն եւ չգործեն այդ ուղղությամբ, զգուշացումները չեն լսել զգուշացումները, ուրեմն կզգան զգուշացումները։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ դուք անդրադառնաք երկաթուղու թեմային, դուք ձեր վերջին հարցազրույցում Հանրային հեռուստաընկերության խոսեցիք երկաթուղու գործարկման մասին, հենց այն հատվածների, որոնց մասին արդեն բարձրաձայնել եք եւ ասացիք, որ երաշխ այդ հատվածը փորձ է արվում այն փաստի բերումով, որ դա գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, փորձ է արվում դա ոնց որ մրցակցային առավելությունը դրա նվազեցնել կարս դիվիդեոյի ֆոնին եւ ասացիք, որ այդ հարցը պետք է լուծվի։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը հնարավոր է հրաժարվի այն առաջարկից, որ դուք հնչեցրել եք, որ այդ հատվածները վերանորոգի Ռուսաստանը, դուք այդպիսի առաջարկ հնչեցրել եք, հնարավոր է այս առաջարկից հրաժարվեք այս փաստի բերումով, որ ընկնում է այդ մրցակցային առավելությունը, եթե ոչ, ապա խնդրեմ արձագանեք ինչ նկատի ունեիք լուծում ասելով, ինչ Չէ, մենք մյուսի հետ եկեք չկապենք, որովհետև երասխի հատվածը, ախուրիկ հատվածը վերականգնել այդ sense տենից պետք է արվի։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, թրիպի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ որ մտնում է Նախճեվանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Բնականաբար մեր միջազգային գործընկերներն ասում են ոնց շրջանցի Հայաստանը մեր գործընկերն է, Հայաստանը այս ծրագրի մասա եւ այլն, եւ այդտեղ նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են դե տեսեք Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է եւ Ռուսաստանը մեր տպավորությամբ եւ համոզմամբ որևէ ձևով չի ցանկանում եւ գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ բնականաբար սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ խոսել, որ եւ ես գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին, բայց խնդիրն այն է, որ մի շարք երկրներում, արևմուտքում, արևելքում, հարավում, երբեմն հյուսիսներում ավելի ծանրակշիռ են դառնում այն կարծիքը, որ Նախճեվանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին
գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Հիմա ես ասում եմ, որ եւ պիտի այս տեղեկատվությունը մենք թափանցիկ կիսենք նաեւ Ռուսաստանի գործընկերների հետ, որ մենք փաստորեն կարա եւ ձևավորվում է, սա բյուրեղանում է, ես զգում եմ, որ դա բյուրեղանում է, մենք չենք կարողանում, ինչքան էլ խոսում ենք, ինչքան էլ ակտիվ պարզաբանում ենք, մենք տեսնում ենք, որ սա բյուրեղանում է եւ կողմնակիցները, որ այո, ուրեմն պետք է Հայաստանը շրջանցել, նկատի ունեմ Նախճեվանից հետո մեծանում են։ Այո, մեծանում են։ Եվ մենք հիմա սենց իրավիճակի առաջ ենք հայտնվում եւ ես կարծում եմ, որ մենք այս իրավիճակը ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ է երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Չգիտեմ, հա? Դե Իրան ես կարծում եմ, որ տենց պետքա նայել, չգիտեմ, օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, բայց ասենք երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, ես գոնե 3 երկրներ գիտեմ, որոնք շատ բարձր մակարդակի լավ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Բայց կներեք հետագա ես հետագա ժամանակը եւ Ադրբեջանն են այդ ընկալումը ձևավորել, դուք ասացիք կան ուժեր։ Չեմ կարող ասել, որ կան այդ թվում ներդրումային հետաքրքրություն ունեցողներ, որոնք մտածում են, որ որտե արժե փող դնել։ Հա, եկեք մի պահ մոռանանք, որոնք նայում են, ասում են, մենք ունենք, ենթադրենք X թվով այդ 5, 3, 4, 2, 1 միլիարդ 500 միլիոն։ Հիմա ուզում ենք մասնակցենք, ստեղ դնենք այս փողը, թե ստեղ դնենք այս փողը։ Ես զգում եմ, որ փաստարկը վել իրանք եկեք հələ այդ կողքի ուժերի բան անենք։ Կշռում են եւ մտածում են, որ գուցե իրոք չարժի ստեղ դնել։ Սա մեծ համար խնդրեմ է։ Ստեղ խնդրեմն ուրիշ տեղ է, որ մենք նույնիսկ եթե ասենք Ռուսաստանը հիմա բերի այդ գումարը դնի, կարող է դա իրավիճակը չփոխի, որովհետեւ ընդհանուր կոնյունկտուրայի պատճառով կարող է մեկը ասեն, չէ, մենք այդ ճանապարհից չենք օգտվում, այլ օգտվում ենք, գնում ենք ուրիշ ճանապարհ ենք սարքում։ Էս է խնդիրը։ Ասենք ընդհանուր առմամբ պայմանագրի հարցն է։ Ընդհանուր առմամբ ես ասացի կառավարման իրավունքը գնելու տարբերակը կարա լինի այդ լուծում։ Ոչ։ Ոչ։ Շանթ հեռուստաընկերություն Հավագելյան Օպոզիցիոն կառավարման մասն է, ոսկ ընդհանուր է, այսինքն հարավկովկասյան Այո, ինչու՞ չէ։ Չէ։ Խնդրեմ, ախր չկա։ Շանթ հեռուստաընկերություն Տիկնասյան Պարոն վարչապետ, այսօր ադրբեջանցի փորձագետները եկել են Հայաստան խաղաղության կամ նախաձեռնության շրջանակում, կլոր սեղան երկում շփումներ են ունենալու մեր փորձագետների հետ, մինչ այս նաև մեր փորձագետներն են ադրբեջանցի, բայց այս ոչ միայն օդային ճանապարհն են դրվել, այլ համակային ճանապարհը սահմանազատված հատվածով, ինչու են դրվել այս ճանապարհը եւ ինչպես է գնահատում այս օրինակ շփումները։ Արդյոք սրանք արագացնելու են խաղաղության պայմանագրի ստորագրում կամ հաղորդումների բացման գործընթացը։ Գիտեք, ձեր հարցերին արդեն պատասխան կա։ Սահմանազատված հատված կա, եւ այդ սահմանազատված հատվածը ինչի չի կարա դառնա անցման կետ երկու կողմից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներում որևէ մեկում ամեն մեկս մեր կողմում առևտրային շուկա համատեղ շուկա կամ առևտրի
պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք եւ կիրականացնենք այդ որոշումը։ Ամեն դեպս նախադեպը կա ցամաքային հատում է տեղի ունեցել սահմանազատված հատվածի երկու երկրների օրենսդրության համապատասխան, ինչ շատ լավ է։ Իսկ ընդհանրապես խաղաղությունը, այո, խաղաղությունը այնա, որ մենակ երկրների ղեկավարները կամ կառավարությունների կամ խորհրդարանների անդամները պետք է շփում տեղի չունենա։ Պետք է շփումը ընդլայնվի, պետք է ավելի հաճախ դառնա, որովհետև այո, խաղաղությունը եւ դա խաղաղությանը նկատմամբ խնամք տանելու եւ խաղաղությանը տեր կանգնելու շատ կարեւոր մի բան է, դրսևորում է։ Արմեն Բրես, Վաննիկա։ Երեք Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարեց առարկայի կապանակցություններ սկսելու մասին, կապված կրկին երկաթուղու այդ երկու հատվածների կառուցման հարցի շուրջ։ Այսօր դրության որևէ մանրամասներ հայտնի են եւ դրա ֆինանսավորումը ինչ ձևով է Հայաստանը ակնկալում, ինչ ակնկալիքներով է այդ բանակցություններում ներկայանում եւ նաեւ շարունակելով ենթակառուցվածքների թեման, հետաքրքիր է այն մտադրությունը, որի մասին բարձրաձայնեց նախարարը, որը կապված է Հայաստանի հաղորդակցության գծերը 4 հարևանների հետ սինխրոնացնելու հետ։ Այդ առումով Հայաստանը ունի տնտեսական եւ քաղաքական ինչ-որ ծրագրեր, որոնք կարող են դիվիդենտներ բերել Հայաստանին։ Էլեկտրահաղորդման գծեր նկատի։ Այո, տնտեսական օրինակ։ Դե դա նշանակում է, որ մենք ավելի շատ հնարավորություն կունենանք էլեկտրական էներգիա արտահանելու եւ անհրաժեշտության դեպքում ներմուծելու, որովհետեւ երբեմն նաեւ սեզոնայնություն առնում, չնայած մենք հիմա ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում ենք։ Այսինքն ինչքան շատ ուղղությամբ Էդ էլ է ճանապարհ, չէ՞, դա էլեկտրական էներգիայի ճանապարհը։ Հիմա հարց, ավելի լավ է շատ ճանապարհ ունենալ, թե քիչ ճանապարհ ունենալ։ Բնականաբար շատ ճանապարհ ունենալ, որտեղ եթե ինչքան շատ ճանապարհ ունես, այնքան շատ տեղ կարող ես գնալ։ Այդ ինչքան շատ ուղղությամբ կարող ես աշխարհում էլեկտրական էներգիայի պահանջարկը աճում է, Հայաստանում էլ աճում, ընդ որում սեզոնայնություններ կան, օրեր կան եւ այլն, այնպես որ դա շատ Գիտեք, երբեմն շատ բան հաշվարկելու եւ բանակցելու։ Հիմա տեսեք, դուք նախ ես ողջունում եմ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, բայց մյուս կողմից հարգելի գործընկերներ, մի դեպքում խոսքը մոտավորապես 3 կիլոմետրի մասին է երասխում, մյուս դեպքում 1 կիլոմետրի մասին է։ Այսինքն այդ մի հատ այնց թեմա չի, որ մի հատ էլ բանակցենք, վերաբանակցենք, քննարկենք Ինչ կա բանակցելու։ Նկատի ունեմ երկաթուղը, էլի եմ ասում, դա լներ մեզ ներդրումային ծրագիր, լներ մի 50 միլիոն դոլարի, չգիտեմ ինչ ծախս, բարձ պրիմիտիվ բան է, պետք է 1 կիլոմետր միտեղ կառուցել, 3 կիլոմետր միտեղ կառուցել։ Հիմա բանակցենք, հետո էլի բանակցենք, գնանք մտածենք, հետ գանք եւ այլն, Միջև մենք էս անենք այն այլընտրանքային երկաթուղին կկառուցվի, վայ, կասենք, վայ, բայց ինչ եղավ, Հայաստանը էլի բան եղավ, շրջանցվեց Հայաստանը, ոչ, բանակցելու բան չկա, պետքա կառուցենք, հետո կբանակցենք։ Վերջ, շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, մի ժամ։ Հայաստանը չի դիտարկում